Կասեք խնդրում եմ, ինչպես կգնահատեք մինչև այս ընտրողների քանակը, ակտիվ էր, պասիվ էր։ Ես Վարդան Մարգարյանն եմ, 14-34 ընտրատեղամասի նախագահ, ընտրատեղամասում գրանցված են 1059 ընտրողներ, այս պահին մասնակցել են 597 ընտրողներ, ընտրական պրոցեսը հիմնականում անցել է հարթ, ընտրողների հոսքը եղել է ստաբիլ, կուտակումներ չեն ունեցել, կուտակումների վերաբերյալ խնդիր։ Իսկ ինչ խախտումներ են եղել, եթե եղել են։ Այո, արձանագրվել է մեկ խախտում, որ Մատյանում ընտրողը իր անվան դիմաց տեսել է ստորագրություն, այնուհետև հասկացել է, որ իր խոսքերով են հենց մեկնաբանում, իր մայրն է իր անվան դիմաց ստորագրել, մայրը այդ պահին ընտրատեղամասում չէր, հրավիրեցին մորը ընտրատեղամաս մայրիկին, եկավ, ասաց, որ հա իմ ստորագրություն ես եմ ստորագրել, մենք էլ հանձնաժողովով նիստ գումարեցինք եւ որոշում կայացրեցինք, որ տղան էլ ստորագրի մոր անվան դիմաց եւ քվեարկի դիմաց։ Այդ մենք հանձնաժողովի քարտուղարը, հանձնաժողովի նախագահը, այսինքն իմ նախաձեռնությամբ արձանագրել ենք Մատյանում, գրանցա Մատյանում։ Իրավապահներ այստեղ եկել են։ Համացանցում, եթե չեմ սխալվում, տեղադրվել էր տեսանյութ, մեր ընտրատեղամասում վստահված անձանցից կամ դիտորդներից մեկը վիդեոնկարը հանել էր ցուցակը, տեղադրել էր սոցկայքում, ըստ այդմ դրա հիման վրա քրեական վարույթ է հարուցվել, դրա շրջանակում եկել էին վարույթի ընթացքի համար։ Իսկ փորկուսակցության կամ դաշինքի վստահորդներ եղել։ Ես չգիտեմ, չունեմ այդ ինֆորմացիան, որտեղ այդ պայն մի քանի րոպե ձեռքին հեռախոս կար, ես նույն պայն բոլորին զգուշացրեցի, որ հանկարծ ոչ մեկ չնկարահանի, չլուսանկարահանի Մատյանը, բայց փաստորեն կարողանա որ նկարահանել այդ Մատյանը։ Հայկ Բոնդարյանի օգնականը ձեզ բարբերաբար ինչ է ասում, հա, մենք տեսնում ենք գալիս է մոտենում։ Ում մասին է խոսքը, ես Հայկ Բոնդարյանի օգնականը։ Նատալի Ում մասին։ Նատալի Սիմոնյանը հաստատոսքի վեստակցի, չէ՞։ Նատալի Սիմոնյանը, հա, վստահված անձ ունենք, եթե չեմ սխալվում, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վստահված անձն են, դրական պրոցեսի հետ կապված դիտարկումներ ուներ, ըստ այդմ հետ ենք քննարկում։